Ոչ մեկ չի կարող մանիպուլյացիայի ենթարկել այն մարդուն, ով գիտի այս 12 գաղտնիքները։ Ձեր մտավոր Վահանը մանիպուլյացիայի դեմ։ Օգտվեք այս օրենքներից ժպիտով։ Քեզ պետք է, դու էլ արա։ Ամեն անգամ, երբ խոսակցության մեջ հնչում է պետք է, երբ խոսքը գնում է պարտքի կամ պարտավորվածության մասին, անհրաժեշտ է տալ հետևյալ հարցը. ում է պետք։ Մանիպուլյացիա անողները սիրում են թաքցնել, որ այն ինչ ցանկանում են առաջին հերթին իրենց է պետք։ Օրինակ, ծնողների, դու պետք է աշխատանք գտնես արտահայտությունը, եթե մաքրենք մանիպուլյացիայից, ապա այն կհնչի այսպես. Ինձ պետք է, որ դու դադարես իմ վզին նստել և գնաս աշխատես։ Իսկ նրան, ում դա ասում են, դեռ պետք չէ աշխատանք գտնել, նա հարմար նստած է ծնողի վզին։ Մի խոստացիր, եթե խոսք ես տվել, իրականացրու։ Հիշեք, թե որքան հաճախ եք այլ մարդկանց ճշմարան տակ չմտածված խոստումներ տվել։ Մանիպուլյատորը միտումնավոր կդրդի ձեզ չմտածված խոստումներ տալու, իսկ հետո կշահագործի ձեր մեղքի զգացումը։ Պարզապես մի խոստացեք, բայց եթե խոստանում եք, հետևեք դրան։ Հետո հաջորդ անգամ 2 անգամ կմտածեք, նախքան անհարկի պարտավորություններ ստանձնելը։ Չեն խնդրում, մի խառնվիր։ Հաճախ է պատահում, որ մենք առաջնորդվելով բարի նպատակներով միայն վատացնում ենք իրավիճակը։ Մեզնից ուղղակի օգնություն չէին խնդրել։ Հետո մեր ջանքերը ընկալվում են որպես պարտավորություն։ Ավելի վատ է, երբ մեկի փոխարեն մեկ ուրիշն է խնդրում։ Գտնվելով նման իրավիճակում, մենք խախտում ենք նաև քեզ պետք է, դու արա օրենքը։ Եթե ձեզ ակնհայտ թվում է, որ մարդն օգնության կարիք ունի, օգտվեք առիթից և հարցրեք։ Պատրաստ է ընդունել այդ օգնությունը ձեզանից։ Կարող է աղջիկը, ում կրունկը խրվել է արտահոսքի վանդակում, դիտմամբ է դա արել, որպեսզի ծանոթանա այն սիրունիկ տղայի հետ, իսկ դու փնթփնթալով գնացիր և ամեն ինչ փչացրեցիր։ Կարելի է չէ գոնե հարցնել։ Մի մերժիր խնդրանքը։ Ցանկացած խնդրանք ենթադրում է երախտագիտություն։ Մանիպուլյատորները հակված են դատարկ խոստումներ տալ կամ մոռանալ իրենց խոստումների մասին։ Արեք այն, ինչ խնդրում են, բայց մի ամաչեք դրա դիմաց ինչ-որ բան խնդրելուց։ Կարող եք նաև նախապես ասել. ապրեք ներկայով, այլ ոչ թե անցյալով կամ ապագայով։ Ամենակարևոր օրենքներից մեկն է։ Այն օգնում է հեշտությամբ ոչնչացնել ինքդ քեզ անցյալի հետ համեմատելու մանիպուլյացիան։ Մենք երբեք չենք ցանկանում լինել ավելի վատը, քան եղել ենք։ Սա հաճախ օգտագործում են ուրիշները, օրինակ, առաջ դու այսպիսին չէիր։ Եվ դա հեշտությամբ ոչնչացվում է առաջ էր, արտահայտությունով։ Կախվածություն մի ունեցիր, ոչ մեկից, ոչնչից։ Որքան հաճախ ենք մենք կախվածություն ունենում մարդկանցից, առարկաներից կամ զբաղմունքներից, որքան ուժեղ կարող է լինել այդ կախվածությունը, չվնասելով մեր հոգեկան հավասարակշռությունը։ Յուրաքանչյուրն ունի իր հարցին իր պատասխանը։ Միայն հիշեք, այս հուզական կախվածությունը ավելի հեշտ է դարձնում ձեզ մանիպուլյացիայի ենթարկելը։ Առիթ մի տվեք ձեր հարազատներին դառնալ մանիպուլյատորներ։ Ոչնչից կախվածություն մի ունեցեք։ Նպատակ մի դրեք։ Նպատակը պետք է լինի ուղղակի աջակցող ուժ։ Սա ամենատարօրինակ օրենքներից մեկն էր իմ համար։ Իմ համար շատ կարևոր է նպատակասլաց լինելը։ Սրա իմաստունությունը հասկանալու համար ինձ անհրաժեշտ էր որոշ ժամանակ։ Եթե նպատակը սխալ է դրված, ապա նրան հասնելուց հետո լինելու է դատարկություն։ Հավանաբար այդ նպատակը ձերը չէր։ Դրա համար միշտ ձեզ և այլ մարդկանց տվեք հարց, իսկ հետո ինչ։ Որպես օրինակ բերեմ բոլոր ծնողների սիրելի արտահայտություններից ևս մեկը։ Դու պետք է բարձրագույն կրթություն ստանաս։ Եվ հետո ինչ։ Անշարժ գույքի գործակալ, վաճառքի խորհրդատու կամ սեփական բիզնես բացելը կարելի է առանց բարձրագույն կրթության։
Մի խանգարեք։ Բոլոր օրենքներից ամենահնարամիտը։ Այն կարող է եւ պետք է օգտագործվի ինչպես իր, այնպես էլ այլ մարդկանց հետ կապված։ Խնդրում եմ, ինձ մի խանգարեք։ Արտահայտությունը կարող է հրաշք ներգործել։ Գլխավորը ասել այն նախքան նյարդայնանալը։ Բնությունը չունի վատ եղանակ։ Ամենամեծ փիլիսոփայական ներուժ ունեցող օրենքը։ Այն ձեզ սովորեցնում է օգտագործել բոլոր հնարավորությունները, այդ թվում ձեր սխալները։ Այլ համակարգերում այն ձևակերպված է այլ կերպ։ Օրինակ, NLP-ում հնչում է այսպես. պարտություններ չկան, կա միայն հետադարձ կապ։ Ձեր շրջապատում այնքան շատ մարդիկ հաճույքով կհիշեցնեն ձեր անհաջողությունները կամ կբողոքեն, որ ամեն ինչ վատ է։ Այս մոտեցմամբ հեշտ է ազդել ձեր տրամադրության վրա։ Նման դեպքերում հիշեք, լավ կամ վատ բան չկա, կա միայն ձեր վերաբերմունքը։ Մի դատեք, մի քննադատեք։ Երբեմն շատ դժվար է զսպել ինքդ քեզ եւ չքննադատել այլ մարդկանց, բայց ոչ մեկին պետք չէ քննադատել, ոչ ձեզ, ոչ ձեր շրջապատին։ Հիշեք սա։ Հաջորդ անգամ, երբ ձեզ կքննադատեն, լսեք, բայց պատասխան մի քննադատեք։ Ահա այսպիսի դատավորներին ուղղված հարցերի իմ ցանկը։ Եվ ինչ է հետևում դրանից։ Ինչպես եք առաջարկում փոխել այս իրավիճակը։ Ինչու եք կարծում, որ այդ իրավիճակի միայն ձեր գնահատականն է ճիշտ։ Կամ ավելի լավ, պարզապես մի վերցրեք վատ բաները ձեր գլուխ, իսկ ծանր բաները ձեր ձեռքը։ Մի փոխանցեք տեղեկատվությունը առանց այն ձեր սեփականությունը դարձնելու, փորձ, հմտություն, կարողություն։ Եթե չեք ստուգում ձեր տարածած տեղեկատվությունը, ապա դուք դառնում եք բամբասանք տարածող։ Մարդիկ կդադարեն հավատալ ձեր խոսքերին։ Սրանից հաճույքով կօգտվեն ձեր ոչ ընկերները։ Ուրիշների հետ շփվելիս հարցրեք, թե ինչպես են նրանք ճշտել ձեզ իրենց տրամադրած տեղեկատվությունը։ Նրանցից շատերը ընդհանրապես չեն ստուգում, դառնալով թաքնված խաղերի կամ քաղաքական քարոզչության զոհ։ Ամենուր եւ միշտ թույլտվություն խնդրեք, օրենք էտիկետի տարածքից։ Դրա օգտագործումը ոչ միայն ձեզ կպաշտպանի ավելորդ ջանքերից, այլև կստեղծի քաղաքավարի մարդու ձեր կերպարը։ Պարզապես հարցրեք ներքին վստահությամբ, հակառակ դեպքում դուք հավերժ կասկածող մարդու տեսք ունենաք։ Բոլոր օրենքները փոխկապակցված են, այսպիսով ստեղծվելով մտավոր վահան մանիպուլյացիայի դեմ։ Օգտագործեք այն ժպիտով, ինչպես ասանաներ անելիս։